Երթևեկությունը կանգնեցրել ենք, հիմա ձեզ համար անցեք, հա? Անցեք։ Չի կարելի լավ։ Չեմ լսում, եկեք ընդել, արդեն կոչնդոտում եք մեզ առաջ, չեմ ու ընդե բանձ, ընդե բանձնաբան, եմի մայք է։ Խիստ ժողովուրդ է ասել good luck սե կմնամ Երթևեկությունը կանգնեցրել ենք, հիմա ձեզ համար անցեք, հա? Անցեք։ Չի կարելի լավ։ Չեմ լսում, եկեք ընդել, արդեն կոչնդոտում եք մեզ առաջ, չեմ ու ընդե բանձ, ընդե բանձնաբան, եմի մայք է։ Մարդ, որը այսպես ասենք բարեկեցիկ կյանքը թողել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ընտանիքով հանդերձ վերադարձել է Հայաստան, որպեսզի բարտարկվի, որպեսզի իրան ասեն դու արի ստեղ եւ էլ ոչ մի բան չխոսաս, ոչ մի բանի մի խառնվի, ընդամենը գումարներ մուծի եւ գնա ոնց ուզում ես ապրի, բայց հանդարտ, հասարակական, հանրային, կյանքին չխառնվես։ Սփյուռքի նախարարը Հրանուշը ասում են վերադարձի տուն, վերադառնա տուն, որ կանանավորեք, այս էլ ձեր ազնատև անկախ Հայաստանը։ Ես բազմից եմ ասել, որ Հայաստանում տիրում է իրավական տերորի մթնոլորտ, և տերորիստները սերտ
Եվ վերջում զայնքերը վայր դրեցին, որպեսզի ոչ մի հայի արյուն չտապվի։ Դրանով իսկ ապացուցեցին, որ նրանք տերորիստ չեն։ Նրանք ընդամենը ցույց տվին, որ կարող է լինի այդպես։ Մենք բազմից ենք զգուշացնում ձեզ, որ կգա մի օր, որ վատ բաներ կլինի։ Վաղը, մյուս օրը տանկերով են դուրս գալու եւ ինքնաթիռներով, այդ վաղը ինչ եք ասելու։ Դրանց էլ պետք է ասեք տերորիստ։ Ոչ, տերորիստները դուք եք, Սերժ Սարգսյանից սկսած մինչև վերջի չինովնիկ։ Եվ բավական է ժողովրդին տերորի մեջ պահել։ Մեր միակ ճանապարհը մեկն է։ Մենք պետք է ստեղծենք անկախ Հայաստան, միասնական Հայաստան, սփյուռք եւ հայրենիք ներառյալ։ Բոլորը, ով ունակ է, ով վիճակի է, որոշակի բան անելու Հայաստանը այս ճիրաններից ազատելու, նա պետք է կողմ դնի ցանկացած անձնական ամբիցիա, ցանկացած հակասություն այս կամ այն հոսանքների հետ եւ միանա համահայկական շարժմանը։ Մենք հիմա կվանկարկենք կարո, 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 Նոր պատահական աշխովս ընկավ դատաղացության շենքի վրա քանդակները, դուք ինքներդ կարող եք նայել, դա սովետական միության սիմվոլներն են։ Այս դատախազությունը մնացել է սովետական միության հոգեբանության կրողը եւ այս դատախազությունը սովոր է այդ տարիներին իրականացված վերևից ներքև ռեպրեսիաների իրավական ամրագրումներն ու մարդկանց բանտեր նետելու սկիզբ դնելը։ Եվ ինչ ենք պահանջում այս դատախազությունից, որ այս դատախազությունը արդարադատության իրավունքի տարին համապատասխան գործողություններ իրականացնի։ Որովհետև մեկը սիմվոլների չտերագնահատի, այդ սիմվոլները գործում են, այդ սիմվոլները այս դատախազության հոգու մեջ է։ Մինչև վերջին տարիները, եթե չեմ սխալվում, հիմա եւս ազգային անվտանգության ծառայությունում, բայց որ ավելի ճիշտ է ասեմ KGB-ում, ձերդիսկու նկարն է դրած, նրանց գլխավոր նկարն է դրած։ Գիտեք, այս մարդիկ երկրպագում են, իրենց որ խոսեցնես, առանձնազրույցներ ունենաս, այս մարդիկ երկրպագում են ձերդիսկուն ու ձերդիսկու նման այլ գործիչներին, ովքեր որ ուղղակիորեն քանդել են մարդու հոգի, քանդել են մարդու արժանապատվությունը եւ սերմանել են ռեպրեսիաները։ Դրա համար ես սրանցից բան չեմ սպասում, սրանք ուղղակիորեն մի կետից հրահանգ կատարողներ են, սրանք կատարելու են իրենց գործը իմանալ։ Կարգարանավոր ունենալը խայտարակություն է, դրա մասին դպրոցական դեպքի եւ դրա մասին ասվեց։ Բայց անկախության հանրաքվեի 25-ամյակից առաջ մեծագույն խայտարակությունը առանց լուրջ մեղադրանքի անկախության հանրաքվեի համար պայքարած մարդուն բան տանել։ Դուք դեռ չգիտեիք անկախություն ինչ է նշանակում։ Դուք դեռ երևի սեղանների տակ սպորտիկներով եք վազվզում։ Երբ Կարո Եղնուկյանը ապրելով Ամերիկայում կազմակերպում էր Նյու Յորքի ամերիկյան անկախականների մասնաճյուղը եւ ղեկավարում այդ։ 1988 թվականից Կարո Եղնուկյանը պայքարել է Հայաստանի անկախության համար։ Երբ դուք այստեղ բոլորը մթագնած ուղերձներով գոռում եք Ղարաբաղ, կամ էլ գոռում եք Լենին պարտիա Գորբաչով, ինքն ասում էր Արցախի ինքնորոշում եւ առանց անկախ Հայաստանի Արցախ չի կարող գոյություն ունենալ։ Կարո Եղնուկյանը բոլոր կարևոր միջոցառումներին մասնակցել է ինձ հետ, Հայաստանի անկախության պայքարի առաջնորդի հետ, սենատորների հանդիպումներին, եղել է ոչ միայն թարգմանիչը, այլ նաև մեկնաբանը։ Իսկ դուք այսօր այստեղ համարձակվում եք Կարո Եղնուկյան բանտում պահել։ Բաղ ինչ եք ասելու ձեր որդիներին, եթե նրանք ձեզ մարդ ու տեղ դնեն։ Դուք Կարո Եղնուկյան եք բանտում պահում, դուք նրա եղումն արժեք, հրաժարական տվեք բոլորս, կամ էլ չհամարձակվեք սեպտեմբերի 1-ին իրար շնորհավորել, որտեղ դա կրկնակի ստրիկայություն կլինի։ Սեպտեմբերի 21-ը կերտողին բանտ տանել, ինչ եթե լրատվություն է տարածել, որ ոչ
չգիտի որ եթե որևէ տեղ ռազմական գործողություն կա, պիտի զինված ուժեր գնան այդ ուղղությամբ։ Կարո Եվլուկյանը մեղադրվում է այն բանի մեջ, որ ինքը իր Facebook-յան էջում գրել է, թե